նեյրոնային ցանցերը հենց դիսցիպլինայի հիմքն են, դիսցիպլինայի դեպքում միշտ ակնկալում ենք, որ շատ ռոբոտիզացված ինչ-որ բան պետք է անենք, անգամ եթե շատ չենք ուզում, բայց չէ, այդ մի քայլ, երկու քայլ հետ դնելը դա իրականում կարող է հանդիսանալ շատ մեծ առիթ, որ դու մի 4-5 քայլ առաջ գնաս։ Եթե մարդ ունի ռոմանտիզացված խառնվածք, կարծում եմ իրան դժվար էլ պետք լինի, ոչ դիսցիպլինան, ոչ մոտիվացիան, իրան այս ձեր ասած մուսան է հարկավոր։ Մեխանիզմը բոլորիս մոտ նույնն է, քանի որ գլխուղեղը բոլորիս մոտ նույնն է, ինքը ամենակարևոր օրգաններից է։ Բոլորիս սովորությունների ձևավորելու նոր նեյրոններ կառուցելու մեր գլխուղեղում մեխանիզմը նույնն է, ուղեղներն են տարբեր։ Այո, ուղեղներն է տարբեր եւ ուղեղի պարունակությունն է տարբեր։ SDVG-ն մարմնական խնդիրը, որը միանշանակ ազդում է մարդու հոգեբանության վրա։ Հիպերֆոկուսը դա նշանակում է, երբ որ մի օբյեկտի վրա մարդը չափազանց երկար ժամանակ կենտրոնանում է եւ SDVG-ի դեպքում ոնց որ համատեղելի չլինի։ Ողջույն։ Ամեն օր կրկնում եք ինքներդ ձեզ եւ ձեր հարազատներին, ես գիտեմ ինչ է պետք անել, բայց չեմ անում։ Ամեն օր երեկոյան ծրագրավորում եք, որ առավոտյան արթնանալու եք եւ անմիջապես ձեռնարկեք ինչ-որ մի գործողություն։ Իսկապես կարող եք անել, բայց գալիս է առավոտը եւ ձեր ակտիվությունը կարծես մարած լինի։ Երեկոյան նորից կարծես թե ուժերի հոսք եք նկատում, սակայն առավոտյան կրկին ոչինչ չեք նախաձեռնում։ Ինչու է այնպես ստացվում, որ ոմանց հաջողվում է չցանկանալով կատարել ինչ-որ գործ, իսկ ձեզ հաղթահարել չցանկությունը ինչ-որ գործողություն անելու այդպես էլ չի հաջողվում։ Այսօր խոսելու ենք այն մասին, թե ինչ է SDVG-ն, դա ուշադրության պակասն է, դա գերակտիվությունն է այնտեղ, որտեղ այնքան էլ ցանկալի չէ, եւ ինչ է նշանակում ունենալ մոտիվացիա, սակայն չունենալ գործողություն։ Այս ամենի եւ ավելիի մասին խոսելու ենք հոգեբանի հետ, Աննա Քանքանյանը, բարև ձեզ։ Բարև ձեզ, Համանետ։ Աննա, այն իրավիճակը, որ ես նկարագրեցի օրեցօր, մարդիկ, ովքեր այս ախտանիշները ունեն, ավելանում են։ Խոստովանելու համար պիտի ասենք, որ մենք էլ երբեմն հայտնվում ենք նման իրավիճակում, մտքով արդեն հասել ենք 7 ծովային կողմ, բայց դեռ բազմոցին նույն դիրքով նստած ենք, ինչ է սա։ Այո, իրականում պիտի խոստովանեմ, որ SDVG-ն բավականին բարդ խնդիր է դարձել այսօր ժամանակակից աշխարհում, բայց մինչ անցնել է SDVG-ին, կուզենամ խոսել մոտիվացիայից եւ այն բոլոր գործոններից, որոնք դրանց հետ կապված են, որովհետեւ երբ որ խոսում ենք բոլորս մոտիվացիայից, զուգահեռաբար խոսում ենք նաև այլ երևույթի մասին։ Մոտիվացիայի մասին խոսելիս նաև շատ կարևոր եմ գտնում ընդգծել դիսցիպլինայի դերը, քանի որ իրենք թեև գտնում եմ, որ շատ բավականին տարբեր գաղափարներ են, բայց իրար հետ երբեմն զուգահեռվում են, երբեմն շատ իրար լրացնում են։ Եթե խոսում ենք մոտիվացիայից, շատ կարևոր է խոսել նպատակից, թե մոտիվացիայի, թե դիսցիպլինայի դեպքում շատ կարևոր է հասկանալ ինչ նպատակի հետևից ենք գնում։ Խոսելով մոտիվացիայի մասին, կուզեմ նշել եւ ընդգծել իր կարճ կյանքի մասին ինֆորմացիան, ինչու, քանի որ մոտիվացիան առաջնային կապված է մեր ամենակարևոր հորմոններից մեկի դոֆամինի հետ։ Դոֆամինը ոնց որ բոլոր մյուս պրոցեսները հատկություն ունի ավարտվելու։ Եթե մենք այդ պահին զգում ենք ինչ որ սենց այրվում ենք ցանկությունից, մտածում ենք մենք կարող ենք աշխարհը գրավել, շատ գործեր անել, առավոտյան ոչ մի բան չենք անում։ Առավոտյանը իհարկե մի քիչ շատ կարճ կյանք նշեցինք, այդքան էլ կարճ կյանք չունի, բայց հնարավոր է ինքնին միայն մոտիվացիան մեզ չբավականացնի ինչ-որ մի նպատակ հասնելու համար։ Այս պարագայում ուզում եմ նշել, որ հարկավոր է ընտրել ինչ-որ նպատակին հասնելու համար դիմել դիսցիպլինայի օգնության, ես ասած, թե մոտիվացիան մեզ կբավարարեցնի հասնելու համար մեր որևէ նպատակի։ Աննա, առհասարակ ո՞րն է ավելի կարևոր, դիսցիպլինան թե մոտիվացիան, թե մոտիվացիան որքան էլ ուժեղ եւ կենսունակ լինի, միևնույնն է, եթե դիսցիպլինար մոտեցում չցուցաբերենք մոտիվացիային, մարելու է։ Այո, մարելու է իհարկե, բայց այս դեպքում եւս ուզում եմ նշեմ եւ ձեր ուշադրությունը հրավիրեմ այն փաստի վրա, որ կարևոր է նպատակը։ Եթե նպատակը երկարաժամկետ է եւ բավականին մեծ է, այս պարագայում դիսցիպլինան մեզ բնականաբար ավելի է օգնելու։ Իսկ մոտիվացիան սենց միգուցե ինչ որ առաջ դնի, ինչ որ մի քայլ գցի, մեզ օգնի քայլ առաջ դնել, բայց երկարաժամկետի համար
դիսցիպլինան ավելի ընդունելի է։ Եկեք փակագծերը բացենք բացատրելով թե ինչ նկատի ունենք դիսցիպլինա։ Մոտիվացիա շատերն են լսել հարյուրավոր անգամներ, այլևս պարզաբանելու կարիք չկա։ Իսկ այս նման համադրության մեջ մոտիվացիա եւ դիսցիպլինա ինչ ենք հասկանում ասելով դիսցիպլինա, դրանք հստակ գործողություններն են կանոնակարգված եւ հստակ պարբերականությամբ։ Նայեք, դիսցիպլինայի պարագայում շատ կարևոր է խոսել արդեն մեր գլխուղեղում կատարվող գործընթացների մասին։ Բոլորս էլ մեր անատոմիայի դասերից վստահ եմ հիշում ենք, որ մեր նյարդային համակարգի ամենափոքր բջիջը կոչվում է նեյրոն։ Ուզում եմ խոսել այս պարագայում նեյրոնային ցանց գաղափարի մասին։ Ես տեսնում եմ, կարդում եմ, ինֆորմացնում եմ հիմա բավականին շատ է այդ մասին ինֆորմացիան, ինչը ողջունելի է, քանի որ ես գտնում եմ եւ փորձը ցույց է տալիս, եթե ուզում ես ինչ-որ նպատակի հասնել եւ աճել, շատ կարեւոր է լինել ինֆորմացված ինքդ քո մասին։ Եվ եթե խոսում ենք դիսցիպլինայի մասին, նեյրոնային ցանցերը ուղղակի չենք կարող դրանց չանդրադառնալ։ Տեսեք, եթե օրինակ ես ունեմ սովորություն ծխելու, այդ ֆիզիկական գործողությունները իրականում ունեն իրենց պատասխանատուները իմ գլխուղեղում։ Դրանք նեյրոններն են, որոնք խմբվելով կազմում են նեյրոնային ցանց, եւ ցանկացած մեր գործողություն, առավել եւս սովորություն դարձած գործողություն, մեր գլխուղեղում ունի իր համար պատասխանատու նեյրոնային ցանցը։ Նեյրոնային ցանցը ի տարբերություն մոտիվացիայի բավականին ջանք է պահանջում, որպեսզի այն ձևավորվի։ Կան հետազոտություններ, որոնք պնդում են, որ մեկ նոր նեյրոնային ցանց գոյանալու համար պետք է 21 օր, կա հետազոտություն, որ պնդում է, որ ոչ 66 օր։ Կոնկրետ թիվ նշել դժվարանում եմ եւ երևի թե դիլետանտություն կլինի, բայց նեյրոնային ցանցերը հենց դիսցիպլինայի հիմքն են, որոնք մեզ թույլ են տալիս ունենալ ավելի երկարաժամկետ եւ ինչը ամենակարևորը նոր լավ սովորություններ։ Ասում են, որ օգտակար սովորություններ ձևավորելու համար հարկավոր է նույն ժամին, նույն գործողությունը կրկնել 21 օր, սա բավական է։ Դուք սա նկատի ունեք։ Մոտավորապես այո, նույն ժամի, նույն գործողությունը մի քիչ կարծում եմ չափազանցացված կարծրատիպ է, բայց նույն գործողությունը, եթե օրինակի վրա ավելի միշտ հեշտ է խոսել, վստահ եմ գիտեք։ Պատկերավոր, այո։ Այո, իհարկե, բոլորիս կենցաղից բերեմ մի հատ շատ լավ եւ տարածված օրինակ սպորտով զբաղվելը։ Եթե մենք սպասենք մոտիվացիայի, մի օր առավոտը կլինի անձրև, մոտիվացիաս կընկնի, մյուս օրը արև կլինի, մյուս օրը հազարավոր միլիոնավոր պատճառներ։ Իսկ եթե խոսենք դիսցիպլինայից, այստեղ ճանապարհն ավելի բարդ է, որովհետև այդ նոր նեյրոնային կապեր ձևավորելու համար մեզ պետք է շատ կարևոր մի քանի գործոն, դա մեր ուշադրությունն է, դա գիտակցվածությունն է եւ այո, տեղին մեր կանգն է երբեմն։ Օրինակ նույն սպորտով զբաղվելը պարտադիր չի նույն ժամին գնաս, բայց եթե դու որոշել ես, որ այդ սովորությունը պետք է ներառես քո կյանքի մեջ, այո, առավոտյան կամքով անգամ երբեմն այստեղ շատ կարևոր է, որ այդ նուրբ սահմանը չանցնել ստիպելու, որովհետև այո, մենք լսում ենք, որ դե քեզ լավ չես ստիպել, կամք գործադրի եւ այլն, այստեղ երբ որ հասկանում ենք մեխանիզմը, ոնց է որևէ մի սովորություն ձևավորվում, կարծում եմ մեզ ավելի հեշտ է դառնում, ու այո, չափավոր կամք օգտագործելով հասնում ենք արդյունքի։ Եվ որն է ճիշտ օգտակար սովորություններ ձևավորելու, եթե ասացիք, չափից ավելի այսպես սեղմել, պարտադրանքը չափից ավելի նույնպես հիասթափեցնող կարող է լինել, որն է այդ ոսկյա միջին տարբերակը, որը իսկապես օգուտ կտա ձևավորելով դիսցիպլինան, որը կտանի իսկապես ցանկությունների եւ նպատակների իրականացման։ Տեսեք, այստեղ կարևոր է ամեն դետալ, սկսած անգամ մեր նպատակի ձևավորումից։ Եթե մենք ընտրել ենք միգուցե մենք չենք նկատում, բայց հնարավոր է նաև մենք ընտրել ենք շատ մեծ նպատակ, որին հասնելու համար մոտիվացիան չի բավականացնի, միգուցե որոշ ժամանակ դիսցիպլինան չբավականացնի։ Այդ դեպքում այդ մեծ նպատակը շատ կարևոր է բաժանել ավելի փոքր նպատակների ու քայլ-քայլ հասնել մեր այն ամենահիմնական նպատակին, այսինքն կարևոր է այստեղ թե նպատակի ձևավորման կուլտուրան, այսպես ասած, թե այն գաղափարը, որ ամեն դեպքում ես գտնում եմ, որ այդ ձեր ասած սահմանը ամեն մարդ յուրովի է հասկանում եւ ամեն մարդ վստահորեն ինքը գիտի։ Մեկը ինչ որ մի մեխանիզմ ինձ համար շատ
միգուցե կոշտ է, ձեզ համար հենց դա է պետք, մյուսի համար ավելի թույլ է, մյուսի համար հենց դա է պետք, այստեղ կարևոր է։ Ես վստահ եմ այն մարդիկ, ովքեր հետաքրքրված են այս հարցերով, թե մոտիվացիայի, թե դիսցիպլինայի, ենթադրում եմ, որ արդեն իրենց ճանաչում են որոշակի չափով։ Այս բaragայում իրենք են հասկանում մինչև ուր գնալ, մինչև ինչքան հեռու կարող են գնալ կոշտության հարցում, նրբության հարցում, իրենց նկատմամբ։ Էնպես որ այստեղ գտնում եմ ճիշտ ասել, որ կարևոր է հասկանալ զուտ մեխանիզմը, ոնց է ձևավորվում թե մոտիվացիան, թե դիսցիպլին։ Այսինքն սա միջոց է, որին մարդը կարող է ինքնուրույն սովորել եւ ինքն իրեն կարգավորել։ Միանշանակ այո, իհարկե։ Այստեղ մի հատ կարևոր պայման կա։ Քիչ առաջ ինչ գալիս էի, դրա մասին էի մտածում։ Կարող ենք կարդալ հազարավոր գրքեր, միլիոնավոր խելացի աֆորիզմներ, խելացի կարող ենք խոսել, բայց մինչև որ չի եկել այն պահը, որ ես դա կիրառեմ, ես դա իմը չեմ սարքելու։ Ես հիմա կարող եմ շատ գեղեցիկ խոսել կարդացած լինելով ինչ որ մի քանակի գիրք, բայց քանի ես դա չեմ ձևավորել իմ մեջ այդ սովորությունը, դա չի աշխատել։ Սա է պատճառը իրականում, որ ասում են ես այսքան ինչ որ ինֆորմացիա ունեմ, բայց ոչ մի բան ինչ որ մի կետից սկսում է չաշխատել։ Կանոնակարգված չէ։ Կանոնակարգված չէ, այո, կանոնակարգված չէ, որտեվ այս ճանապարհին, այդ նոր նեյրոնային ցանցեր անգամ ձևավորելու ճանապարհին շատ հնարավոր է, որ հետընթաց ապրես։ Այդ հետընթացից, եթե ինֆորմացված ես ամբողջ process-ից, դու այդ հետընթացից հիասթափություն չես ունենա։ Իսկ Գիտես, որ այդպես էլ պիտի լիներ, դա սպասել։ ճանապարհի մի մասն է, այո, որովհետև բոլորս թե դիսցիպլինայի դեպքում, երևի ավելի շատ դիսցիպլինայի դեպքում է սա աշխատում, դիսցիպլինայի դեպքում միշտ ակնկալում ենք, որ շատ ռոբոտիզացված ինչ որ բան պետք է անենք, անգամ եթե շատ չենք ուզում, բայց չէ, այդ մի քայլ, երկու քայլ հետ դնելը դա իրականում կարող է հանդիսանալ շատ մեծ առիթ, որ դու մի 4-5 քայլ առաջ գնաս։ Աննա, տեսեք, հիմա մեզ դիտում են մարդիկ, ովքեր ունեն տարբեր բնավորություններ, խառնվածքներ եւ մասնագիտություն։ Այո։ Հիմա մեզ նայում է մի նկարիչ, ռոմանտիկ մարդ, եւ ասում է ինչ դիսցիպլինա, ես նկարում եմ այն ժամանակ, երբ որ գալիս է իմ մուսան։ Արդյոք այս բանաձևը, որը մենք առաջարկում ենք, մոտիվացիա, գումարած դիսցիպլինա եւ կամքի ուժ, հա, բոլոր մասնագիտություններում, բոլոր պարագաներում է աշխատում, թե մենք ունենք բացառություններ։ Գիտեք, այստեղ շատ լավ հարց իրականում, այստեղ շատ կարևոր է անձնային առանձնահատկությունները։ Եթե մարդ ունի ռոմանտիզացված խառնվածք, կարծում եմ իրան դժվար էլ պետք լինի, ոչ դիսցիպլինան, ոչ մոտիվացիան, իրան այս ձեր ասած մուսան է հարկավոր։ Ու այստեղ չեմ կարծում, որ ինքը դիմի դիսցիպլինային կամ օրինակ դիսցիպլինացված նկարելը չի լինի արդեն այդ կտավը չեմ կարծում, sense մի տեսակ կյանք ունենա, ուժ ունենա, դա չէ որ ներքինի մեր արտահայտումն է կտավի վրա, դիսցիպլինացված դա անելը չի տա այդ արդյունքը այդ կենթանի արդյունք։ Այսինքն ստացվում է որոշակի նպատակների, խառնվածքի ու մասնագիտություններին է առանձնապես օգտակար այս մեխանիզմով ապրելը եւ այս մեխանիզմով նպատակին հասնելը։ Այո, իրականում, որովհետև տեսեք, մեխանիզմը բոլորիս մոտ նույնն է, քանի որ գլխուղեղը բոլորիս մոտ նույնն է, ինքը ամենակարևոր օրգաններից է, չնայած որ ամենա չասեմ, բայց բավականին ծույլ օրգան է։ Այո։ Գլխուղեղը մեզ անընդհատ հետապահում նոր նեյրոնային կապեր ստեղծելուն, այսինքն նոր սովորություններ ստեղծելուն, ինչու, որովհետև դա բավականին դժվար է, հեշտ է ավելի հին ճանապարհով գնալը միշտ։ Այս պատճառով է, որ շատ հիմա խոսում են գիտակցված ապրելուց։ Գիտակցված ապրելը ես ավելի շատ տանում եմ այս դաշտը, որ ցանկացած մարդ յուրաքանչյուր առավոտ, երբ որ արթնանում է, իրականում գոյություն ունի իրականությունը ընտրելու միլիոնավոր տարբերակներ։ Իմ ընտրությունը օրվա սկզբին բերում է որևէ մի արդյունք օրվա վերջ։ Դրանից ես գոհ եմ, թե դժգոհ եմ, եթե միացնեմ գիտակցությունս, ապրեմ գիտակցված, իմ ընտրությունը եւս կլինի գիտակցված։ Այս պատճառով մի քիչ հեռացա երևի ձեր հարցից, ամեն մարդ ինքը կընտրի սա իրան Որպես կողմնացույց։ որպես կողմնացույց, այո, իհարկե, այս մեխանիզմը աշխատում է բոլորիս մոտ։ Ինձ դա հարկավոր է, ես դա կաշխատացնեմ, ձեզ դա հարկավոր չի, դուք սա չեք աշխատացրել, բայց նույնն է մեզ մոտ։ Բոլորիս սովորությունների ձևավորելու նոր նեյրոններ կառուցելու մեր գլխուղեղում մեխանիզմը նույնն է, ուղեղներն են տարբեր։ Այո, ուղեղներն է տարբեր եւ ուղեղի պարունակությունն է տարբեր։ Այո, եկեք խոսենք այս մասին,
Վերջերս կարծես թե շատ տարածված է դարձել, շատ մարդիկ տարբեր խնդիրներ, որոնք իրենց հետապնդում էին տարիներ շարունակ, թվում էին անբացատրել, այսօր ասում են այո, STB-ը նախ ինչ է սա։ Երկրորդի ինչու հենց ի հայտ գալուն պես այսքան լայն տարածում գտավ։ Ես վախենում եմ վիճակագրություն ասել, բայց կարծես թե ամեն երկրորդը ինչ որ մի ուղղությամբ իր մեջ այս շեղումը նկատում է։ Այո, STV-ն մեր դարի խնդիրներից է, այն ժամանակ ավելի վաղ ժամանակներում երեխաների մոտ էին բավականին շատ հայտնաբերում, հիմա սկսել են նաև մեծերի մոտ հայտնաբերել, չնայած որ մեծահասակների մոտ բավականին ախտորոշելը բավականին բարդ է եւ երկարատև, որովհետեւ ժամանակի հետ այդ ուշադրության այդ խնդիրները ձուլվում են անձնային առանձնահատկությունների հետ եւ երբեմն մասնագետին բավականին դժվար է տարանջատել։ Սա անձնային առանձնահատկություն է, նույն սովորությունն է միգուցե ավելի խորը հոգեբանական խնդիր է կամ միգուցե ավելի STV-ի ախտանիշներն են։ STV-ն իրենից ներկայացնում է իրականում ուշադրության եւ կենտրոնացվածության եւ հիպերակտիվության խառնուրդ բավականին բուռն խառնուրդ։ Այստեղ շատ կարևոր է հասկանալ, որ խնդիրը ոչ միայն հոգեբանական է, Ամալիա ջան, իհարկե իրականում, որովհետեւ մենք գործ ունենք երկու շատ կարևոր հորմոնների՝ դոֆամինի եւ նորադրենալինի բալանսի խախտման հետ։ Այսինքն, երբ որ այդ բալանսը խախտված է, դոֆամինը, նշեմ, որ դոֆամինը պատասխանատու է այդ երջանկության մոտիվացիայի մեջ նույնպես խոսեցինք դոզավերից, դոֆամինը պատասխանատու է հենց այդ երջանկության համար, այդ լավ զգացողությունների համար, իսկ նորադրենալինը արդեն պատասխանատու է մեր ուշադրության համար, մեր կենտրոնացվածության համար, եւ եթե այս երկուսի բալանսը խախտվում է, էական չի որն է շատ, որն է քիչ, մենք ունենում ենք արդեն խնդիր կենտրոնանալու եւ ուշադրությունը թեքելու որևէ մի երևույթից որևէ օբյեկտից մյուս օբյեկտի։ Այսինքն այստեղ բացի հոգեբանական միջամտությունից միանշանակ կարիք կա դեղորայքային միջամտության, որով զբաղվում են նյարդաբանները, բայց հոգեթերապիան մեծ դեր ունի այստեղ։ Կան ամենատարածված որոշակի ախտանշաններ, որոնք հիմա դուք կթվեք եւ մեզ հետևողները մոտավորապես կկռահեն, ունեն նման երևույթի հանդեպ հակում թե չունեն, դիմեն մասնագետին թե ոչ։ Ձեր խոսքում արդեն նշեցիք, դա կենտրոնացվածության դժվարությունն է, այսինքն մեկ գործողության վրա կենտրոնանալը դժվար է, անընդհատ գործողության փոփոխություն է հարկավոր։ Այո, օբյեկտների գործողության օբյեկտները բավականին հաճախ փոփոխվում են եւ մարդը չի կարողանում երկար ժամանակ որևէ մի գործողության վրա կենտրոնանալ, բայց զուգահեռաբար, ինչպես մարդու հոգեբանությունն է երբեմն իրարամերժ, զուգահեռաբար STV-ի դեպքում եւս ունենք այնպիսի երևույթ, որ կոչվում է գիպերֆոկուս։ Այսինքն, լավ, մենք խոսում ենք, որ երկար ժամանակ որևէ մի օբյեկտի վրա անձը չի կարողանում կենտրոնանալ, բայց զուգահեռաբար խոսում ենք գիպերֆոկուսից։ Ինչի՞։ Տեսեք, այստեղ հետեւյալ պատկերն ունենք, գիպերֆոկուսը դա նշանակում է, երբ որ մի օբյեկտի վրա մարդը չափազանց երկար ժամանակ կենտրոնանում է եւ STV-ի դեպքում ոնց որ համատեղելի չլինի։ Իրականում համատեղելի եւ բավականին հաճախ հանդիպող երևույթ է, ինչու, որովհետեւ քիչ առաջ խոսացի դոֆամինի մասին, դուք պատկերացրեք օրվա մեջ, եթե իմ ուշադրությունը թռնում է այս օբյեկտից այն օբյեկտ, այն օբյեկտից այն օբյեկտ, դոֆամինը երջանկության համար, այդ մոտիվացիա, այդ կրակի համար պատասխանատու հորմոնն է, ես չեմ հասցնում ստանալ բավարար դոֆամին, դրա հետ զուգահեռ ուշադրությունս թռնում է անընդհատ։ Օրվա մեջ, եթե ես հանդիպեմ, դա կլինի հաղորդում, դա կլինի գիրք, էական չի ինչ իրականում, կլինի ինչ-որ մի բան, որը ինձ ուղեղին հուշում է, որ դոֆամինը հեսա գալու, հեսա երջանկանալու եմ ես, ուշադրությունս կենտրոնանում է դրա վրա, ու ինձ բավականին բարդ է արդեն շեղել, այսինքն այս բaragայում ուղեղը ստանում է ազդակ, որ այստեղ դոֆամինի աղբյուր կա, մի հատ կանգնում է, դոֆամինը ստանում է Եվ հենց այս դոֆամինի ժայթումների վրա էլ հաշվարկված են համացանցային շատ խաղեր։ Այո։ Այս մասին էլ խոսենք, որտեղ STV-ի տարածումը խթանում են համացանցային կախվածությունները, մասնավորապես երեխաները, երբ on-line խաղեր են խաղում, այդ կարճատև երջանկության զգացողությունը հենց դոֆամինի արտանետումն է, որ ապահովում է եւ խաղի հաշվարկը, որը կախվածություն է ստեղծում
երեխայի մոտ դրանով է պայմանավորված, խնդրեմ այս մասը։ Այո, երեխաների մոտ դուք արդեն նշեցիք, որ այդ խաղերը, համակարգչային հեռախոսի խաղերը, ես մա տեսնում եմ շատ են երեխաները դրանով զբաղվում։ Դա նորմալ է չասի մեջ, որովհետև ժամանակակից աշխարհում այդ ամեն ինչը Թվացումն էլ հարկավոր չէ, այո, իհարկե չի, այդպես էլ ճիշտ չի ամեն դեպքում։ Այդ վիդեոները բավականին այսպես վառ գույներով երբեմն ես էլ նայում եմ ու հասկանում եմ, եթե գիտակցությունս անջատել եմ, ես կարող եմ երկար նայեմ։ Իմաստը կարևոր չի, բայց ուղղակի ասում եմ կանգնի։ Հաճելի է։ Այո, իհարկե հաճելի է։ Մեծահասակների դեպքում հենց այդ ռիլերը, որ մենք ամեն օր թերթում ենք, անգամ իրանց վարքյաններն են հաշվարկված նրա համար, որ հասցնի ինչ որ մի բան այնտեղ արտանետի, այդ դոֆամինը գա, դու այդ հաճույքը զգաս, բայց արագ թերթես։ Այդ արագ թերթելը քեզ մոտ ձևավորում է, որ ուշադրությունդ չի կարողանում կենտրոնանալ երկար մի բանի վրա։ Մենք այսօր reel ենք թերթում, բայց վաղը գիրքը չենք կարողանում մինչև վերջ, edge-ը մինչև վերջ չենք կարողանում կարդալ։ Այսինքն մենք ուղեղին սովորեցնում ենք ինչպես ընդհանրապես վերլուծել այդ ինֆորմացիան։ Եթե մենք իրան տալիս ենք ինֆորմացիա, որ նորմալ է, արագ 3 վայրկյանը մեկ դեմքերը, գույները, երևույթները, իմաստները փոխվում է, կյանքում էլ եւս բավականին բարդ է, անգամ ես նկատում եմ մեքենա վարելուց, հիմա քիչ մարդ կտեսնես, որ հենց մեքենա է վարում։ Զուգահեռաբար մի քանի գործողություն ենք անում անպայման։ Հեռախոսի մեջ ենք կամ ինչ որ կողքից ինչ որ մի բան ենք նայում, հայլու մեջ ենք մեզ նայում, դա դրա արդյունքն է։ Իրականում։ Եվ սրա վտանգը հետագայի առումով, այսինքն ոչ այդքան հեռավոր ապագայում, եթե արդեն այսօր կա որոշակի շեղվածություն եւ SDVG-ի արդեն պրոգրեսիվ տարածում, վաղը ինչ է լինելու։ Վաղը լինելու է այն, ինչ մենք ընտրելու ենք, Ամալա ջան, որովհետև իրականում նույն սոցցանցերը իրանք գործիք են։ Այդ գործիքը ոնց օգտագործես, այդպես էլ արդյունք է ստանալու։ Չէ՞ որ այնտեղ կա սոցցանցերում նույն ռիլերի մեջ շատ ինֆորմատիվ ռիլեր կան, որը լսելով, կլանելով մենք ինչ որ չափի զարգանում ենք, շատ ինֆորմացիա ենք ունենում այս կամ այն ոլորտի մասին, հա, եւ ունենք տարբերակ ուղակի թերթելու ժամանակ վատնելու, հա, թերթում ես, քեզ թվում է մի քանի reel, բայց տեսնում ես արդեն 40 րոպե անցել է։ Այո։ Այո։ Այնպես որ այդ ամեն ինչը ինչ է լինելու վաղը, միանշանակ մարդու ընտրության արդյունք է լինելու։ Ինչպես արդեն խոսեցինք, այս ամեն ինչից բացարձակ զերծ մնալը հնարավոր չէ, պետք էլ հարկավոր էլ չէ։ Ինչպես կարողանալ բալանսավորել միացնելով գիտակցությունը, այսինքն երբ արդեն մարդը նկատում է, որ չգիտեմ, TikTok-ում է, YouTube-ում է, Facebook-ում է արդեն ավելի քան 40 րոպե, հաջորդիվ ինչ գործողություն անել կոմպենսացնելու համար հնարավոր կախվածությունն ու օրգանիզմին ուղեղին հասցրած վնաս։ Ամալա ջան, ոնց որ մեր մարմնին է հարկավոր սնունդ, այնպես հարկավոր է սնունդ մեր ուղեղին։ Մեր ուղեղի սնունդը դա այն ինֆորմացիան է, որով մենք իրան լցնում ենք։ Դա կլինի TikTok, դա կլինի գիրք կամ միական չի ինչ։ Այստեղ չենք խոսում նրա մասին, որ գիրքը ավելի ճիշտ է, քան TikTok-ը, բացառապես չենք համեմատում։ Ուղղակի այստեղ եւս ուզում եմ նշել, որ կարեւոր է հասկանալ մարդը ինչ ցանկություններ ունի, ինչ նպատակներ ունի։ Եթե ինքը ուսումնասիրում է, չգիտեմ, սոցիալական դաշտը, հայ 40 րոպե, մի ժամ 40 րոպե հնարավոր է անցկացնել այդ ամեն ինչում, հա, սոցիալական հարթակներում։ Եթե նպատակն է զուտ ժամանցը, գիտակցվածությունը այստեղ պետք է լինի առաջի տեղում։ Այսինքն ես իմանամ, ես մտնում եմ 2 րոպեից դուրս եմ գալու։ Հիմա հեռախոսները փառք Աստծո ունեն շատ ֆունկցիաներ, որոնք արգելում են, հա, որոշակի ժամանակից հետո, եթե իհարկե միացնում ես, որոշակի ժամանակից հետո նայել կամ վերցնել դիպչել հեռախոսին, հնարավոր է մարդ կլինի ու հարկավոր կլինի հենց այդ ճանապարհով կանխարգելել ինչ որ սոցիալական ցանց մտնելը։ Մարդ կլինի գիտակցված կիմանա, ու մի րոպե է, անց 54-ը, անց 56, ես հեռախոս մի կողմ եմ դնում։ Այսինքն այստեղ այդ ուշադրությունը հիմա բավականին մեծ կռիվ է գնում մեր ուշադրության համար։ Այո, կանում, թե գովազդներով, թե այդ կոնտենտով, ամեն ինչով։ Այդ ուշադրությունը իրականում քո ձեռքերում է եւ քիչ առաջ ես ասացի ընտրության մասին, դու ես ընտրում ինչ լցնես որպես ինֆորմացիա քո ուղեղը։ Ոչ մեկ բացի քեզնից չի կարող դա անել, չի կարող դա սահմանափակել կամ չի կարող հակառակը թույլ տալ քեզ ինչ որ մի բան անել։ Այնպես որ երբ որ խոսում ենք սոցիալական ցանցերի կոնտենտից, պետք չի եւ չի կարելի մեղադրել այդ ամենը։ Եթե չես ուզում, չես նայում,
չես լցնում գլուխը։ Բացի ուշադրության կենտրոնացումից, այլ ինչ ախտանիշներ ունի SDVG-ն, որը մարդի մեջ նկատելով կարող է որոշակի արդեն ինքն իր համար եզրակացությունների հանդիպ։ Այո, իրականում սպեկտրը բավականին լայն է, հենց այս պատճառով էր, որ ասացի բավականին ախտորոշում տալը մեծահասակին բավականին բարայանում, քանի որ լղոզվում է այլ անձնային առանձնահատկությունների հետ։ Այստեղ ուզում եմ նշել տրամադրության հաճախակի անկումները, որը շատ ժամանակ, գիտեք, նկատում են պայմանավորված է մեղքի զգացողությամբ, որովհետև մարդ եթե ունի SDVG եւ առավել եւս երբ որ ինֆորմացված չի դրա մասին, ինչ որ մի նպատակ դնելուց ինքը հասկանում որ չի կարողանում հասնել այդ նպատակին։ Իսկ կողքից ինչ են ասում են դե չկարողացա, չուզեցար, ուրեմն բավարար ջանք չդրեցիր, կամք չունես, նմանատիպ բավականին ընկճող արտահայտությունները մարդու մոտ առաջացնում են մեղքի զգացողություն։ Դրա համար SDVG-ի պարագայում ամենակարևորն է սկսել հենց այն արմատից, սկսել ախտորոշումից, հետո արդեն անցնել բուժմանը, որը որ հնարավորություն կտա այդ հորմոնների բալանսի հաշվին արդեն մարդուն հասնել շատ ու շատ նպատակների։ SDVG-ի բուժումը ո՞րն է։ Նշեցիք հոգեբանի մոտ թերապիա, ինչ որ հաբեր նշեցիք, միևնույն ժամանակ մենք խոսեցինք որոշակի հորմոններից, արդյոք սա որոշակի վիտամինային խմբի պակասը լրացնելով բալանսը կգա։ Բացի այդ կարևոր երկու հորմոններից SDVG-ի մեջ ներառված շատ ու շատ այլ հորմոններ կան, կանանց մոտ էստրոգենը եւ այլն, շատ ու շատ վիտամինների պակասը եւ այլն։ Հնարավոր է ստանանք արդյունք, բայց միանշանակ ախտորոշումից հետո, որովհետև ինքնագլուխ վիտամիններ խմելը, որպեսզի բուժենք, այսպես ասած SDVG-ն, նախ SDVG-ն բուժվել, որ ասում ենք, ավելի շատ երևի հասկանանք իրան բերել այն մակարդակի, որ մենք կարողանանք, որ մեր կյանքի որակին դա չազդի, որովհետև եթե կա բալանսի խախտում հորմոնների, ինչը շատ ու շատ երևույթներով կարող է պայմանավորված լինել, ընդհանուր մինչև ծննդաբերություն, հղիության ընթացք եւ այլն, հստակ պատճառ չկա, չեն նշում SDVG-ի մի քանի պատճառներ են նշում։ Այս պարագայում մենք ուղղակի կունենանք բալանսավորում այդ հորմոնների, վիտամինների օգուտով եւ այլն, բայց միայն մասնագետի նշանակելով բալվաճ։ SDVG-ն ավելի շատ մարմնական խնդիր է թե հոգեբանական։ Հետաքրքիր հարց տվեցիք։ SDVG-ն մարմնական խնդիր է, որը միանշանակ ազդում է մարդու հոգեբանության վրա եւ կյանքի որակի վրա, չգիտեմ հիմա դա մարմնական է թե հոգեբանական, դա ազդում է սկսում է ծնվում է գլխուղեղից, բայց միանշանակ ազդում է հոգեբանության վրա, արդեն նշեցի մեղքի զգացողություն եւ այլ սպեկտր կա էմոցիաների, որը ապահովում է SDVG-ն։ Այս ամեն ինչին գումարած կյանքի որակը բավականին ինքնուրույն է։ Եթե ես չեմ կարող նպատակից հասնեմ, եթե ես չեմ կարողանում անգամ կենտրոնանամ տարական կենցաղային գործողություններ անեմ, պատկերացրեք էմոցիաները մարդու այդ բարակայում։ Եվ վերջին հարցս, Աննա, երբ մարդը առավոտյան արթնանում է, հիշելով, որ գիշերը քնելուց որոշակի ծրագրեր ուներ, արթնացավ, այլևս դա անելու ցանկություն չունի եւ բարկում է, միացնում է սերիալ, գեղեցիկ մի ֆիլմ ու շարունակում է նայել, մեղքի զգացում էլ չունի։ Երջանիկ մարդ է պարզապես երևի։ Ենթադրում եմ, այո։ Եվ սրա դեմ որևէ բան անել հարկավոր չէ։ Իր կամ մարդու անձի կամքի դեմ հնարավոր չէ։ Մարդ կլինի այս ինֆորմացիան կլսի, շատ խելացի կթվա, շատ գիտակից ինֆորմացիա կթվա, բայց քանջատի եւ կքնի։ Դա էլ է նորմալ։ Ընտրություն։ Ամեն ինչի հիմքը ընտրությունն է։ Եվ որևէ բան անել պարտադրաբար պետք չէ։ Ոչ։ Շնորհակալություն զրույցի համար։ Ես էլ եմ շնորհակալ։ Նախքան հրաժեշտ ուզում եմ ձեզ հիշեցնել մեր YouTube-յան ալիքին բաժանորդագրվելու մասին։ Սեղմեք զանգակին նոր ներբեռնումները բաց չթողնելու համար, որպեսզի ճիշտ ժամանակին հասկանաք, անտիստրեսը ունի նոր նյութ, հետաքրքիր ու արդյունավետ։ Յուրաքանչյուր պահ մեր կյանքը ունի ընտրություն՝ դիմել գործողության կամ լինել пассив։ Սա ձեր ընտրությունն է, որի իրավունքը իհարկե դուք ունեք, սակայն պետք է սրան նույնպես վերաբերել գիտակցաբար, հասկանալով, որ հաջորդ պահի ձեր կյանքը կախված է հենց այս պահի ընտրությամբ։ Դիմեք մասնագետին, եթե ունեք դրա կարիքը, եթե որոշել եք սոլուցիոն ձեզ թույլ տալ, իհարկե թույլ տվեք, ունեք դրա իրավունքը, սակայն մասնագետին դիմելով դիմեք միայն առաջին դեմքով ասելով ես ունեմ խնդիր։ Անել դա հարազատի փոխարեն անիմաստ է եւ անհնարին, որևէ մեկը չի կարող օգնել մեկ ուրիշին, քանի դեռ նա չի գիտակցել դա եւ չունի դրա ցանկությունը։ Հանդիպելու ենք կրկին առայժմ։